Չկան պետական սահմաններ, կա ընդհանուր դժբախտություն, Չուլպան Խամատովան Հայաստանում է շնորհակալություն ասելու։ Նվիրիր կյանք Ռուսաստանյան ֆոնդի համահիմնադիրն է, արդյունավետ գործակցում են Հայաստանյան բարեգործական ֆոնդի հետ։ Դերասանուհին վերջին դեպքն է մտաբերում։ Մոսկվայում իրեն մի հայ կին էր մոտեցել, պատմել էր Երևանում գտնվող լեյկեմիայով հիվանդիր տղայի մասին եւ խնդրել օգնել տեղափոխել Մոսկվա։ Խամատովան այդ կնոջը հուշել էր Նվիրիր կյանք Հայաստանյան հիմնադրամի հասցեն։ Մի քանի ամիս անց հանդիպեցինք այդ կնոջ հետ։ Նա ինձ պատմեց, թե որքան լավ են իրենց ընդունել այստեղ, ինչպես են օգնել եւ մենակ չեն թողել մորն ու երեխային իրենց դժբախտության հետ։ Այնինչ անում է Նվիրիր կյանք Հայաստան հիմնադրամը, անհրաժեշտ է ու կարեւոր։ Բարեգործական Հայաստանյան ֆոնդը հիմնվել է 2009 թվականին, Նվիրիր կյանքի պատվավոր նախագահը առաջին տիկին Ռիտա Սարգսյանն է։ 460 երեխա է այժմ գտնվում հիմնադրամի հոգատության ներքո։ 5 տարիների ընթացքում 40 երեխա լիովին ապաքինվել է։ Միֆ է, որ եթե հիմնադրամում հայտնի մարդիկ են ընդգրկված, ուրեմն ամեն ինչ հարթ ու հեշտ է արվում, այդպես չէ։ Օնկոլոգիական հիվանդությունների դեմ պատերազմը երկարատև է ու հսկայական միջոցներ է պահանջում։ Ցվետաևա եւ Ախմադուլինա դաշնամուրի ու սաքսոֆոնի ուղեկցությամբ ներկայացումը Խամատովան նվիրում է հայաստանյան գործընկերներին գործունեության հնգամյակի առիթով։ Սա պարզապես շնորհակալություն է բոլոր նրանց, ովքեր հիմնադրամի կողքին են եղել 5 տարի։ Գիտեք, որպեսզի կարողանաս խնդրել, պետք է նաև շնորհակալ լինել իմանաս։ Չուլպան Խամատովան, Մարիա Ցվետաևայի ու Բելա Ախմադուլինայի բանաստեղծություններով Ստանիսլավսկու բեմ կբարձրանա այսօր երեկոյան։ Անի Հակոբյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։